մի քանի հարց ունեմ։ Առաջինը հավանաբար պարոն Եղվանի հարցի շարունակությունն է, ովքեր են ներմուծողները, որովհետև որոշ լուրերի համաձայն մի քանի խոշոր ներմուծողը ներմուծել են սկզբից եւ քվոտան փակել է, այսինքն կա որոշակի բաշխում 5000, ասկն 3000 մեքենա բերել են Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, Կիրակոսը, 4000 Վաչագանը եւ ինչ է կա այդ բաշխումը թե ոչ։ Երկրորդ խնդիրը ձիաուժի հաշվարկի մասին է վերաբերում, որովհետև ելի լսել են բողոքներ, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր հարգույքարկ են վճարում, որովհետև նույն մեքենան է, նույն շարժիչն է, բայց տարբեր ձիաուժերա ներկայացված։ Եվ երրորդ հարցը անկեղծ ասած չհասկացա էներգետիկ անվտանգության հետ կապված, որովհետև այո, քիչ գազով աշխատող մեքենա լինի, քիչ գազ կներմուծենք, քիչ կախվածություն կունենանք, բայց այդ մարտկոցները, մարտկոց եմ ասում, աղբյուրը, որից էլեկտրամեքենաները հոսանք լիցքավորվում են, միևնույնն է գազից են ստանում առաջնային էներգիան։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջին մասով ես մի անգամ վիճակագրություն ազգային ժողովում ներկայացրել եմ այս տարվա մեջ։ Հիմա այս պահին եթե իմանայի այդ հարցը նորից կհնչեր այդ վիճակագրությունը կպատրաստեի, հաջորդիվ կներկայացնենք երկրորդ ընթերցման ժամանակ, եկեք պայմանավորվենք նաև տվյալները թարմաստեն, բայց այդ տվյալները ես ասեմ ինչ էր։ Այնտեղ մենք ունենք այսպիսի կետ, ասում ենք, եթե ինքը ունի ուրեմն այդ որ պաշտոնական ներմուծող է, պաշտոնական դիլեր է, ասում է եթե ինքը պաշտոնական դիլեր է եւ այլն։ Երբ որ այդ պաշտոնական դիլերը բանը հանում էինք, տակը մնում էր մի քանի տասնյակ մեքենա։ Այսինքն իրականում այդ խնդիրը չկար, օրենքով մնացածը կարգավորված էր։ Սա մեկ։ Երկրորդ հարցը հետեւյալն է, քանի որ ձեր հարցադրումը ունի նաեւ ինչ-որ տրամաբանական շարունակություն պարոն Եղոյանի հետ, ես հիմա այստեղ մի բան ասեմ։ Հնարավոր է, որ այս 3000 քվոտան չօգտագործեն մեր դիլերները եւ ասենք օրինակ 200 մեքենա մնա։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը արդեն նախագիծ է շրջանառել, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ, եթե օրինակ պայմանական 256 մեքենա մնացել է, 5001-րդը, 5200-րդը, մինչև 5252-րդը հերթականությամբ նայելու ենք եւ այդ մարդկանց վճարած մաքսատուրքը հետ ենք տալու։ Էական չի, մեքենան թանկ է, էժան է, թիվը եւ այլն։ Հերթականության տրամաբանությամբ տալու ենք։ Պապան, հարցս վերաբերում է ոչ թե դիլերները բերել են այն քվոտայի հաշվին, որը ֆիզիկական անձանց են նախատեսված, դա պատասխանեցիք, այլ այդ դիլերների մեջ կա մի խոշոր դիլեր, երկու խոշոր, 3, որոնք ասկն շուկայի 80%-ը իրանք են բերել, թե տասնյակ հարյուրավոր դիլերներ են եւ մոտավորապես հավասար բաշխում են։ Եվ նաեւ չգիտեմ, եթե ժամանակը երիքի են մյուս հարցերն էլ են։ Շատ լավ։ Ոչ 100, ես ասեմ, ոչ մի քանիս են, ոչ էլ հարյուրավոր են։ Հստակ թիվը հաջորդ անգամ կներկայացնեմ, տարբեր ընկերություններ են։ Հետո այդ ընկերություններն էլ են շատ հաճախ բերում ֆիզանձանց համար։ Օրինակ մարդ կա, ինքը գնում է իր համար, պատվիրում է առնում է, մարդ կա գնում է ասում է, ես այդ դրանից չեմ հասկանում, դուք ընկերություն եք, ձեր գումարը, եկել ձեր միջնորդավճարը, խնդրում եմ իմ համար մեքենա պատվիրեք։ Ես ուզում եմ ենթադրենք չինական 2024 թվականի ամենագնաց։ Իր համար պատվիրում են, այսինքն էլի մեր քաղաքացիներն են դրանից օգտվում։ Ենթադրաբար ինչ որ ծառայության վճարի դիմաց։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, առաջին հարցին։ Տեսեք, այստեղ մի կարևոր բան կա, որ շատ կարևոր է։ Այսօր մենք ունենք արևային էներգետիկայի ավելցուկ ցերեկային ժամերին։ Եվ իմ կարծիքով պետք է մեր քաղաքականությունները այնպես անենք, որ ցերեկային էներգիան այսօր հակառակն է։ Մենք ցերեկը ունենք էժան էներգիա, գիշերը թանկ, բայց գիշերվա էներգիան ավելի էժան է, քան ցերեկվանը։ Այնպես պետք է մենք անենք, որ ցերեկը շատ սպառում տեղի ունենա էներգիայի, այդ թվում նաև այդ եղանակով, եւ դա քաղաքականությունների հարց կա։